պատասխանեց։ Գրել է, 2 ցրտի կա ուղարկել։ Այդքան է։ Դե հա, երևի գլուխը խառն է, ամեն Միշոն չգիտես չի սիրում երկար բառած գրել։ Էրիկն էլ էր տենց մինչև գնալը, իսկ հիմա ամեն ինչի մասին խոսում ենք։ Շուշ։ Հա։ Իմ մասին էլ է հարցնում Էրիկը։ Ամենաշատը, Մարը, ամենաշատը քեզնից է հարցնում։ Մագա, հիմա չգիտեմ, անկեղծ ով էր ավելի վատ վիճակում, Մկրտչյանը թե Ֆարադը։ Իմ մեղքը երկուսն էլ չէին գալիս։ Իրանց քելքի պատճառով են միշտ ուժում։ Բայց այդ ամեն ինչ կապ ունի, եթե եղած ուղղակի սիրուն բան չէր։ Սիրուն բան չէր, ընկերոջը 10-էիր։ Միշոյի։ Հա, բայլում։ Մագա Միշոն այդ ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես ոչ Լանջունին եմ, ոչ էլ Արեշատյանը, որ ինձ խաբում ես։ Ես չեմ խաբում, ճիշտն եմ ասում։ Միշոն չի Մկրտչյանի գլխին այդ ամեն ինչը սարքել։ Ես այսօր չի որ Միշոյին ճանաչում եմ, շատ լավ գիտեմ ինչի անթունակ։ Հա, ես չեմ ասում ինքը չէր կարա տենց բան անել։ Ես ասում եմ, որ ինքը չի արել։ Բայց ինչի ես դու այդքան վստահ։ Որովհետև եթե տենց բան աներ, ես հաստատ կիմանայի։ Ամեն անգամ հենց Միշոյի մասին ենք խոսում, իրան միշտ պաշտպանում ես։ Իսկ դու ամեն անգամ Միշոյի մասին վատ ես խոսում։ Ինչ կա այդ եմ ասում։ Մագա հիմա ուզում ես, որ էլի վիճենք։ Եթե չես ուզում որ վիճենք, ուրեմն հերիքա Միշոյին պաշտպանես։ Մագա 1000 անգամ ասել եմ, Միշոյի մասին նորմալ խոսա։ Ես չեմ կարող տենց աննորմալի մասին նորմալ խոսամ։ Ինչ կա այն եմ ասում։ Հիմա ինձ ահավոր ջղայնացնում ես։ Ինչի։ Ճիշտ աշկա ցակում։ Այստեղ մի հատ ճիշտ կա, ու հետենա որ քեզ թույլ չեմ տա Միշոյի մասին այտենց արտահայտվես։ Ոնց որ միշտ ինձ թողած Միշոյին ես պաշտպանում։ Ուսի մագա 100 անգամ ասել եմ, Միշոյին չկպնես։ Կապ չունի թե դու իր մասին ինչ ես մտածում։ Ինքը իմ ընկերն է ու գիտես ինչ կա, հա լավ էլ կապ ունի այդ ամեն ինչի հետ։ Ու մտքովդ չանցնի Միշոյի մասին էլ այտենց խոսես։ Ոնց, հիմա դու լուրջ ես խոսում։ Եթե մենք Միշոյի պատճառով պետքա միշտ վիճենք, ուրեմն իմաստ չունի մեր ընկերություն անելը։ Ուզում ես ասես, որ Միշոյից ավելի շատ ես զզվում, քան ինձ սիրում ես ու պատրաստ ես դրա համար բաժանվես ինձանից։ Տեսնում ես, որ Միշոն բոլորին խանգարում է։ Ինքը միշտ փչացրել է իմ կյանքը ու իր շրջապատում գտնվող բոլոր մարդկանց կյանքը։ Ես ուղղակի զզվում եմ իրանից։ Հա, Նախշուն ջան, պայմանավորվեցինք, հա։ Դե կհանդիպենք առայժմ։ Մամ, այդ ինչ եք պայմանավորվում Նախշունի հետ։ Այ ասում էր իրենց շենքի մոտ շատ հարմար գնով քաղցր ելակ են բերել։ Ուզում ա գնի, որ կամպոտ մուրաբայեփի։ Հարցնում էր ուզում եմ, թե չէ։ Հասկացա։ Դե ես էլ ասեցի վերցրու, հետո կգնամ, կօգնեմ միասին արագ կեփենք։ Ճիշտ ես արել։ Մի խոսքով պարապ չեք մնում։ Այո, Անուշ։ Որ մի օր պարապ մնամ, շատ արագ կծերանամ։ Հա, բայց դու ինչ ես մի տեսակ տրամադրությունը դուրս չի գալի բան ա եղել։ Չէ, մամ ջան, ոչ մի բան, ամեն ինչ կարգին է։ Ուղղակի մտքերով եմ։ Հա։ Ինչի մասին ես մտածում քո դասարանի հետ կապված։ Նաև։ Բայց ավելի շատ մտածում եմ բանի առաջարկի մասին։ Չգիտեմ, ընդունել առաջարկը թե ոչ։ Ու ինչ առաջարկ արել բանը։ Ուզում եմ ասեն 2 օրով քաղաքից դուրս գնանք։ Այ, հրաշալի գաղափար։ Այդ հանգիստը համ քեզ է պետք համ Վանին։ Ես համոզված եմ, որ դուք շատ հետաքրքիր ժամանակ անցկացնեք։ Ես դեռ չեմ համաձայնել, մամ։ Եվ շատ հավանական է, որ մերժեմ։ Չհասկացա, դու հիմա լուրջ ես խոսում։ Հա։ Չեմ հասկանում, ինչպես կարելի է մերժել նման առաջարկը։ Հենց այդպես։ Ինչ, մամ, այդպես մի նայիր։ Նայում եմ, որտեվ խոսքեր չեմ գտնում։ Դրա համար եմ այդպես նայում։ Հայացքս խոսքերի փոխարեն, բայց ինձ թվում է դու ամեն ինչ շատ լավ հասկացար։ Լավ էլ է, մամ,
Դու ոնց ես պատկերացնում, ես 2 օրով գնամ Վանի հետ քաղաքից դուրս։ Անուշ, դու այն տարիքում չես որ նման բաներ մտածես։ Դու գիտես ես ոնց եմ վերաբերվում Վանին։ Ու եթե դու իր հետ աշխարհեն մյուս ծայրն էլ գնաք, ես միայն ուրախ կլինեմ ու երջանիկ ու հանգիստ։ Ինձ մոտ պարզապես տպավորություն է, որ դու քո տանը մնացած աղջկան չգիտես ոնց շուտ ամուսնացնես։ Դից։ Այս ոնց է դարս, հա։ Լավ չեմ է, հիանալի ամեն ինչ ուղեկի։ Եթե տենց ես ասում, ուրեմն հաստատ ամենը չսուտ խոստացել ես, իր հասկացել է, դրա մեր տրամադրությունը հազար է, չէ։ Ոչ, Կարո ջան, այդ պահով ամեն ինչ շատ վատ է։ Պապան ոչ իմ զանգերին է պատասխանում, ոչ էլ ինքն է զանգում։ Բա որ պահով է լավ։ Կարո ջան, այն պահով է լավ, որ արդեն առողջ եմ, արդեն պետքա գնամ աշխատանքի, խելագարվում է ես 4 պատի մեջ։ Հա։ Լից ասում եմ բարողա, զանգեն մաները չես հետ խոսամ մի հատ։ Կարո ջան, գիժ ես։ Ուզում ես ամեն ինչ ավելի վատացնես։ Կամ դու ինչ գործ ունես իմ ու պապայիս հարաբերությունների հետ։ Դե կյանքս չեմ ուզում, որ իմ պատճառով երդ ընդհարվեք։ Ոյ, խնդրում եմ քեզ, ինչ էլ մեծ կարծիք ունես քո մասին։ Քեզ թվում է պապան քո պատճառով է ինձ նեղացել։ Պապաս նեղացել է, որովհետև ես ճիշտը չեմ ասել իրան։ Մենք հերո աղջիկ ենք, կհասկանանք, կխոսենք, կհասկանանք։ Դե, շատ ավելի լավ։ Բայց մենք դա սիրուն զույգ ենք, չէ՞ կյանքս։ Ես ու դու։ Հա։ Հատկապես դու, ինքան սիրուն ես, չես պատկերացնի։ Սենց որ նայում եմ, գոնե մի հատ սիրուն դրական կողմ չունես, գիտես, չէ՞։ Այնքան որ իմ շողքն է քո վրա ընկել, մարդու շնորհք ա եկել վրեդ։ Ես լավացար արդեն օծուին զարթնեց մեջդ, հա։ Հիմա ինչ ուզում ասում ես, ոնց ուզում քեզ սպառում ես։ Հանգստացի լավ, կատակ եմ անում, լուրջ մի ընդունի։ Իսնից օրինակ վերցրու։ Դες ես քեզ լուրջ չեմ ընդունում։ Մի։ Բա։ Դե լավ, քանի կյանքս լավ ես, հիմա իջնում ես ներքև խոհանոց։ Երկուսիս համար մի հատ սիրուն, գեղեցիկ, ռոմանտիկ ընթրիք ես պատրաստում, նստում ենք երեք հաց ենք ուտում։ Մենակ էր պակաս։ Ես ընդհանրապես ուզում եմ տնից դուրս գամ։ Մեծ սիրով ինչ որտեղ կգնայի, խելագարվեցի արդեն տանը նստելով։ Մեր կյանքս բա հենց հիմա մի հատ զանգ եմ քաղաքի ամենաէլիտար ռեստորան սեղան պատվիրեմ։ Բայց ես ասացի քո հետ եմ ուզում։ Չնայած այնքան եմ տանը մնացել, որ հիմա քո հետ էլ կգամ։ Դե մի հատ էլ կյանքս ժպտա, հենց հիմա պատվիրեմ։ Հədə մətənlər։ Իբրես ինչի համար էր։ Ես ուղարկում եմ աներոջ ես, որ տեսնի, թե մենք ինչքան սիրուն զույգ ենք իրար հետ։ Դու պատկերացնում ես, չէ՞, ես ինչ կանեմ դրանից հետո քո հետ։ Չանես տենց բան։ Լավ, տղուս կուղարկեմ, թող տեսնի ուրախանա, եթե ուզում է, թող պապունը ցույց տա։ Դե լավ կյանքս, պատրաստվի որ գնամ։ Սպասում եմ, շուտ արա։ Աղալի ջան, մի հատ ուշդ պաչեմ նոր գնա, հա? Թուք ես, կնամ ու շում, երեսդ անգամ չեմ ուզում տեսնել։ Վայ, աղավնի, մի անգամ պաչեմ ու վերջ։ Անամոտ։ Վայ, Սիմոնյան, ես ինչ օրը գծեցիր ես դու, ես քուն։ Վայ, Լանջունի ջան, ես գնում եք։ Գնում եմ Թորոս։ Ցտեսություն, ձեզ բարի երեկո եմ մաղթում։ Նմանապես։ Այդ մեկը հաստատ չի ստացվի, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ մոտորերս, բարի բան չի ստացվելու։ Ինչ Թորոս, ինչ որ բան է պատահել, վատ առողջ ես։ Չէ, ոչ բան էլ չի պատահել, բաներ ասեցի, բանի տեղ մի դեր։ Այ քեզ բան։ Այդ ինչ խոսքերով էր դիմում այդ կնոջը։ Չէ, այստեղ ինչ որ բան են չի։ Գիտես ինչ Անուշ,
Դա քո գործն է, քո որոշումը։ Բայց շատ լավ կլիներ, որ մի քիչ էլ ինձ լսեիր։ Մոր սիրտը երբեք չի սխալվում։ Ախր ես զգում եմ, որ դու Վանի կողքին շատ երջանիկ կլինես։ Ու ես անհամբեր սպասում եմ այդ օրվան։ Իսկ ես ոչ միտեղ չեմ շտապում, մամ ջան։ Հիմա կարող է չես շտապում, բայց հետո կարող է ուշանաս։ Ինչից պետք է ուշանամ։ Ապրելուց, երջանիկ լինելուց, սերը վայելելուց։ Վերջապես ոնց չես հասկանում, որ այս տարիները թռնում են, ինչն է քեզ ետ պահում։ Ախր տեսնում եմ, դու էլ ես Վանին հավանում։ Դու լավ ես զգում քեզ իրա կողքին, իրա ներկայությունը քեզ դուր է գալիս։ Բայց հենց հերթը գալիս է մի լուրջ քայլ անես, լարվում ես ու մտնում ես պատյանիդ մեջ։ Ես քեզ արդեն ասել եմ, մամ, ես չեմ ուզում երկրորդ անգամ կրկին սխալվել։ Ու չես սխալվի, Վանը քո կյանքի ամենաճիշտ որոշումը կլինի։ Ախր տեսնում եմ ոնց են աչքերդ փայլում, երբ գնում ես իր այդ հանդիպման։ Իսկ Վանը ոնց է նայում քեզ, Անուշ, ինչ սխալվելու մասին է խոսքը։ Դե զանգի ասա, որ դու համաձայն ես իր հետ հանգստի մեկնես, զանգի։ Բայց ես դեռ չեմ որոշել։ Դու գնալու ես, որոշել ես, զանգի ասա, ու որ օրը որոշեք ինձ անպայման կասես, որ Վանի սիրած թխված կթխեմ, հետներդ տանեք։ Տենց չնայես է, զանգի ասա թող ուրախանա։ Լսե Անուշ, ցանկացած կին կերազեր իր կողքին Վանի նման, ուժեղ, խելացի, արդարամիտ, սիրուն, հոգատար տղամարդ ունենար։ Իսկ Վանը, Անուշ, Վանը քեզ աբաժին հասել, որ քեզ սիրի, քեզ երջանկացնի, ու սիրունիկ դեմքիդ վրա ժպիտներ նկարի, թե ինչ նայի վերև ու Աստծուն շնորհակալություն ասա և վերկաց սկսիր իրերը թավաքել, արագացրու։ Ականջներիս չեմ հավատում։ Այնպիսի տպավորություն է, որ դու օր առաջ ուզում ես ինձանից ազատվել։ Կարող է Վանը քեզ կաշառել է, մամ։ Ես իմ ասելիք ասեցի։ Դե արագացրու, շտապի, երջանիկ լինել, կարևորը դա է, Անուշ։ Ուրեմն տենց, հա։ Լավ։ Նարե ջան, ես ինչ բան ես այ բալա։ Սուրճ եմ պատրաստում, Քերջան, դու էլ կուզես։ Հա, բա քո դրած սուրճը չեմ ուզի, բայց դարը կանես, հա։ Հա, Քերջան։ Դե լավ։ Ալո։
Նար, Տիկոնա, ոնց ես ոչ եմ խանգարում։ Չէ, Տիկ ջան, իմացամ, հա, ասա, չես խանգարում։ Բա ինչ ես անում։ Պատրաստում եմ սուրճ խմեմ։ Արի իրար հետ խմենք։ Ինչի՞ չէ, մեծ սիրով։ Ուրեմն 20 րոպեից ձեր տան կողքի այգում քեզ կսպասեմ։ Okay, չեմ ուշանա։ Սիրելը տեսե։ Էս էլ քո սուրճը, Քերջան, անուշարը։ Հա, բա քո սուրճն ուրա, արի իրար հետ խմենք։ Չէ, Քերջան, ես չեմ խմում։ Դու անուշարա, ես պիտի դուրս գամ։ Չհասկացա։ Այդ 2 րոպեվա մեջ բան փոխվեց, այ բանա։ Դե հա Քերջան, հիմա կյանքի տեմպն ինձ է արագացել, որ ամեն աչք թարթոլի հետ մի բան փոխվում է, թե աշխարհում, թե մեր կյանքում։ Բա ուր ես գնալու։ Մեր դասարանի երեխեքից մեկից զբոսնելու, դե իրար հետ էլ սուրճ կխմենք։ Լավ։ Դե զգույշ կլինես։ Հա Քերջան, դե ես գնամ պատրաստվեմ դուրս գամ։ Գնա։ Հեյ գիտի ջահելություն, փա։ Մարս կլինի քեզ մի հատ բան խնդրեմ։ Ինչ։ Կլինի էլ հետս չկրվես։ Դե եթե դու նենց անես, որ ես կռվելու պատճառ չունենամ, չեմ կռվի։ Իմ հիշելով քեզ տենց լուրջ պատճառներ պետք չեն էլ եղել կրվելու համար, գիտես։ Ինչ ես ուզում ասես։ Դե ուզում եմ ասեմ, որ պիտի ավելի հանդուրժող լինես, ավելի ըմբռնող, պահով չշարժվես, հասկանում ես ինչ եմ ասում։ Դե հա, ճիշտ ես ասում, բայց դու էլ ինձնից հետ չես մնում։ Դե լավ, դե հիմա դրա մասին խոսելու ժամանակը չի, մենք ավելի լավ է այս ամեն ինչից դասեր քաղենք ու նենց անենք, որ մեր կյանքը գնալով հեքիաթի վերածվի, հասկանում ես։ Սիրտդ հեքիաթ է ուզում։ Ում սիրտը հեքիաթ չի ուզում, Մարի ջան։ Ճանաչում ես մի հոգի, ում սիրտը հեքիաթ չի ուզում։ Դե երևի չէ։ Մարս։ Ուզում եմ, որ դու իմանաս, որ իմ հեքիաթն ես դու։ Չգիտեմ, իմ ամենալուրջ գեղարվեստական ստեղծագործությունն ես։ Իսկ ես քո ի՞նչն եմ։ Դու էլ իմ մենախոսությունն ես։ Ես ուրիշ բառ չկար մենախոսություն ասեցիր։ Ես ուրիշ պատասխան էի սպասում, ճիշտն ասած։ Օրինակ ինչ։ Օրինակ հələ աչքերդ փակի ասեմ։ Լավ։ Միշ կարամ արդեն աչքերս բացեմ։ Միշո։ Միշո։ Միշ ուր գնացիր։ Միշ վախենում եմ արդեն որտեղ ես։ Միշո։ Միշ դե արի։ Ուր գնացիր Միշ։ Միշո շատ եմ վախենում։ Վախենում ես։ Իսկ որ աչքերդ բացեցիր ու ինձ չտեսար, բացի վախից էլ ինչ զգացիր։ Դե անհանգստություն, ինձ մենակ զգացի։ Ուրիշ էլ ինչ բառով կարաս նկարագրես այդ։ Դե վախեցա, որ կկորցնեմ քեզ։ Մարս, ես ուզում եմ դու հասկանաս ու գիտակցես, որ այս կյանքում մենակությունը ու դատարկությունը մարդու համար ամենացավոտ ու ծանր բանն է։ Հասկանում ես, դու իրավունք չունես քեզ անչափ սիրող ու քո համար անսահման անհանգստացնող մարդկանց մեղացնես կամ վիրավորես կամ իրանց բաց թողնես, որովհետև այդ դեպքում մենակ ես մնալու։ Ու ինձ էլ է թվում, չպիտի բաց թողնես։ Գիժես։
Ասա Էլենա։ Փաստորեն համարս հիշում ես, հա։ Էլեն չեմ հիշում, ուղղակի համարը հեռախոսից մեջ ֆիքսած է, ինչի ես զանգել։ Չգիտեմ ինչի համար եմ զանգել։ Այսինքն չգիտեմ։ Զանգել եմ, որովհետև կարոտել եմ քեզ։ Կարոտել եմ մեր հին ժամանակները։ Կարոտել եմ այդ զգացողությունները, բան։ Ես արդեն ինձ չեմ հարգում նույն բանը անընդհատ կրկնելուց։ Էլեն, այդ ամենը մնացել է անցյալում, մոռացի։ Իմ համար միևնույն է, թե դու ինչ ես ասում։ Ես չեմ կարողանում կառավարեմ ինձ։ Ես չեմ կարողանում, երբ որ դու կողքովս անցնում ես ու ձեռքս չես բռնում։ Չեմ կարողանում, երբ որ շունչը ցկում եմ, բայց չես հպվում ինձ։ Վան, ես քեզնով եմ ապրում։ Ու երբ որ դու իմ կողքին չես, ես մեռնում եմ։ Էլեն հերիք է էլի համ քեզ համ ինձ անհարմար վիճակի մեջ տնես։ Վան չի լինում ուրիշ ձև։ Ես չեմ կարողանում քեզ մոռանալ։ Ես ատում եմ ինձ, որ չեմ կարողանում քեզ մոռանամ։ Ես ատում եմ այդ անուշին, ես ատում եմ քեզ։ Չէ, քեզ չեմ ատում։ Քեզ ուղղակի չեմ կարողանում ատել։ Խմած ես։ Հա, խմած եմ։ Խմած եմ քո անտարբերությունից։ Ինչ ես անում քո հետ։ Կարևոր չի, եթե դու չգաս։ Որտեղ ես ասա կամ քեզ տուն տանեմ։ Մեր տուն։ Քո Էլեն, քո տուն։ Չեմ ուզում։ Բոլոր դժբախտությունների պատճառը այդ անուշն է, այդ լիրփը։ Ոնց եմ զզվում դրանից։ Դիգ իսկ նախարարի տղա լինելու կարգավիճակը քեզ ավելի շատ օգնում է, թե խանգարում է։ Դե նայ այդ ժամանակն ջան, համ օգնում է, համ էլ խանգարում է։ Այդ ոնց։ Ոնց բացատրեմ։ Նայ, երբ որ հարաբերության մեջ փորձում ես անկեղծ լինել, այդ ժամանակ խանգարում է։ Ու ես իմ փորձում եմ համոզել։ Հասկացա։ Ինչի համար ես հարցնում որներ։ Դե ուղղակի հետաքրքիր է, շատ ես օգտվում քեզ հասանելի կարտոնություններից, թե չէ։ Ուզում ես անկեղծ պատասխանեմ։ Հա, ցանկալի է։ Դե առաջ շատ էի օգտվում պապայի հնարավորություններից։ Հիմա աշխատում եմ ավելի ինքնուրույն լինեմ։ Ինչից հետո։ Դե քնում արթնանում ես, որոշում ես, որ պետք է ավելի ինքնուրույն լինել։ Չգիտեմ, եթե հարցեր կան, որ առանց պապայի միջնորդությամբ կարաս լուծես, ավելի լավ է մենակով լուծես։ Ինչի համար ստիծալու։ Մոյկի այնքան ոգևորվածություն կար աչքերիդ մեջ այդ նախադասություններն ասելուց։ Ոնց որ աշխարհի կեսը քեզանով վարած լինեիր։ Այդ օրն էլ կգա։ Ես մեծ նպատակներ ունեմ նար, ու եթե աշխարհն էլ ինձանով չանեմ, հաստատ կեսը կանեմ։ Հետաքրքիր է, իսկ եթե իսկապես աշխարհի կեսը քեզանով վարած լինեիր, ինչ կփոխեիր։ Լավ հարց ես տալիս նար, բայց անկեղծ չեմ մտածել այդ հարցի շուրջ։ Լավ, թե օրինակ մի բան ասա։ Նենց կանեի, որ մարդիկ ավելի շատ ձգտեին կրթվելուն, սովորելուն։ Մեկ էլ նենց կանեի, որ քյարթերը չլինեն։ Ուզում ես տուն գնանք։ Քո հետ շատ հավես է, բայց իրականում հա, վաղվա դասերի կեսը դեռ չեմ արել։ Նայ, դասերի հետ կապված ինչ խնդիր լինի, հանգիստ կասես կօգնեմ։ Մենակ չասես համել գերազանցիկ ես։ Դե կատեց բան։ Դու թե պապան։ Այս դեպքում ես չէ, իսկապես սովորել իմ համար շատ կարևոր է։ Լավ, մի քիչ էլ նստենք ու կգնանք, չեմ ուզում շատ ուշանաս, որ համ էլ չանհանգստանանք քո համար։ Լավ։ Ալո։ Լիդիա սիրելիս, ինչպես ես։ Արդեն հրաշալի Տիկին Լանջունի, ես էլ
Ուզում էի ձեզ զանգեի, ասեի, որ վաղվանից գալու եմ աշխատանքի։ Իսկապես, ինչ լավ է։ Ես հիմա ուրախությունից կնվաղեմ։ Չես պատկերացնի, թե որքան դատարկ է անցնում առանց քեզ օրը դպրոցում։ Օ, իսկապես, փաստորեն Տիկին Լանջունին անձամբ խոստովանեց, որ ես անփոխարինելի եմ։ Եվ ոչ միայն դպրոցում սիրելիս։ Շնորհակալ եմ Տիկին Լանջունի։ Երևում է այսօր լավ տրամադրություն ունեք։ Բոլորովին այդպես չէ։ Տրամադրությունս այնքան վատ է, որ վախեցա նրա հետ տանը մենակ մնալուց։ Որոշեցի դուրս գամ, մի քիչ զբոսնեմ։ Բացասական մտքերն ու տրամադրությունը թողնեմ դրսում, նոր գնամ տուն։ Շատ ճիշտ է կարել, բայց ինչ որ բանով կարող եմ ձեզ օգնել։ Կարծում եմ չես կարող։ Իմ վատ տրամադրության պատճառը ներսեսն է։ Պատկերացնում ես հայրդ վերցրել ու նեղացել է ինձանից, որ ես իրեն չեմ ասել, որ դու եւ Կարոն նորից միասին եք։ Բայց մի րոպե, պապան որտեղից գիտեր, որ դուք տեղյակ եք։ Ասեք, որ տեղյակ չեք։ Ախր ես ներսեսին չեմ կարողանում խաբել։ Համել մոռացել ես սիրելիս, ես քեզ տեսակցության էի եկել։ Հա, ճիշտ է։ Հիմա ոչ ինքն է զանգում, ոչ էլ իմ զանգերին է պատասխանում։ Անգամ հաղորդագրությունները չի լսում։ Դե լավ, Տիկին Լանջունի շատ մի նեղվեք, պապան նշի, որ մենակ ձեզնից է նեղացել։ Ինձնից էլ է նեղացած։ Ինձ թվում է պետք է մի քանի օր պապային հանգիստ տանք, թող կրքերն ու մտքերը հանդարտվեն, հետո կզրուցենք հետ։ Դու այսպես ես կարծում սիրելիս։ Հա, ես այդպես եմ կարծում, ումում ես պապայից լավ եմ ճանաչում։ Դե ուրեմն վաղը սպասում եմ քեզ դպրոցում։ Առավոտյան կսրճենք ու մեր զրույցը կշարունակենք։ Բարի գիշեր սիրելիս։ Բարի գիշեր։ Բարև ձեզ։ Բարև։ Ես Անուշի տունն է։ Այո։ Հենց էլ գիտեի։ Լսեք Տիկին, ինչ որ բանով կարող եմ ձեզ օգնել։ Երևի կարող եք, հա։ Դուք երևի սխալվել եք։ Չէ, չեմ սխալվել։ Անուշի տունը չի։ Հա, ուզում եք Անուշին տեսնել։ Ես բացարձակ այդ սրբի դեմքով սատանային տեսնել չեմ ուզում։ Լսեք, այդ ինչ դեպի եք խոսում, մի հատ հավաքեք ձեզ, կամ էլ գնացեք այս տնից։ Սա ինչ բան էր։ Սպառնում եք։ Հա, դուք երևի այդ Անուշի մայրիկն եք, հա։ Երևի։ Լսեք, նենց հետաքրքիր է։ Ոնց եք այդպիսի օծ մեծացրել, հա։ Ոնց եք դաստիարակել մի մարդու, որը որ ուրիշների ընտանիքներն է քայքայում, ուրիշի տղամարդկանց իրանով անում։ Լսեք, ես թույլ չեմ տա, որ Անուշիս հասցեին այդպես խոսեք։ Հա, ուրեմն փչացածի կյանքով ապրումա թույլ տալիս ես։ Իսկ ես որ խոսում եմ, թույլ չես տալիս։ Լսեք, դուք փորձանք եք, հեռացեք։ Ես ոչ մի տեղը չեմ գնալու, չեմ գնալու։ Ես պատրելու եմ ձեր աղջիկա դիմակը, լսում եք։ Բոլորը իմանալու են ինքը իրականում ով է։ Ժողովուրդ, լսում եք։ Գիտեք ով է։ Լավ է։ Լրիժ։ Չեմ լռելու։ Բացարձակ չեմ լռելու։ Ամբողջ ճշմարտությունը ասելու եմ։ Ավելին ասեմ, ես խայտարակ եմ անում ձեզ։ Ձեր ընտանիքը։ Պիտի բոլորը իմանան, թե ով է այդ Անուշ Արեմշետյանը։ Ես բոլորին ցույց կտամ իր դեմքը։ Քո աղջիկը մարդ չի։ Ես ամբողջ ճշմարտությունը կպատմեմ։ Ինչ է կատարվում այստեղ, մա։ Լավ չես զգում քեզ։ Բա քո պես աղջիկ ունի, ո՞նց լավ լինի։ Այնպես կտրի չես տեսնում, այրս վատ ես զգում իրեն։ Դու բոլորի կյանքը փչացնելով ման ես գալի, լսում ես։
ատում եմ քեզ։ Ձայնդ կտրիր։ Չա կատակումստեր, ինչ գործ ունես տղել են։ Եկել եմ սրա դիմակը պատրել։ Երիքա գոր գրաս արիստե։ Թող, բանին ես, ոչ մեկի չեմ տա, հասկացան։ Թող ձերքս, վայ, բան ունեմ ասել։ Տիկին աղավնի, դուք շաքարի փոխարեն աղ եք լցրել։ Ոյ, ինչ եք ասում, երևի շփոթվել եմ, կներեք։ Այդ քեզ հաճելի անակնկալ, բարի երեկո շեֆ ջան։ Բարամիջ։ Բարև ձեզ տիկին Լիծեր ջան, շատ ուրախ եմ, որ ապակի դրեք։ Հա, շնորհակալ եմ։ Ահու, լավ ես։ Հա, ես շատ լավ եմ։ Դու ոնց ես Թորոս։ Չնայած հաստատ լավ կլինես, որ դպրոցի տնօրենն է հետևիցը տնկած։ Աղջունի։ Ինչի՞ եմ։ Ես ուզում եմ, որ դու երբեք Էրիկին ու քեզ նույն հարթության վրա չպատկերացնես։ Բայց ոնց որ դուք եք հա պատկերացնում։ Այսինքն Տիկին Մակարյան, ես գերադասում եմ անձնականի մասին դպրոցում չխոսել։ Իսկ եթե իմ կրթության մասին որևէ բան չունեք ասելու, ավելի լավ է խոսակցությունը ավարտեմ։ Միքայել լուր ասեցի, բոլորը տետրերը բացում եք, չեմ տեսնում բոլորի տետրերը։ Մենք այսօր նոր դաս ենք սովորելու։ Ահա, հիմա ես կբացատրեմ դասը։